Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը Սահմանադրության փոփոխության քարոզարշավի վերածելու կասկածներ ունեցել արդարադատության նախարար Սրփուի Գալյանը այս շաբաթ։ Բայց Նախարարը սակայն մեկ այլ հայտարարությամբ ավելի է խորացրել կասկածները, որ Փաշինյանի ուզած նոր Սահմանադրությունից Հայաստանի անկախության հռչակագիրը դուրս կմնա։ այս հարցի հետ կապված էլ քննարկում դեռ չի եղել, կրկին երբ որ լինի հարցը կկոմունիկացվի մեր քաղաքացիների հետ, բոլորը կտեսնեն, թե եթե փոփոխություն տեղի ունենա, ինչպիսի փոփոխություն է տեղի ունեցել մեր Սահմանադրության նախաբանում։ Ինչպես կարող է այր օրենքի առաջին էջում գրված հռչակագիրը քննարկված չլինի Սահմանադրական փոփոխությունների խորհրդում, եթե ըստ նախարարի մարտին ամբողջությամբ պատրաստ կլինի նոր Սահմանադրության տեքստը։ Խափում են, եթե կարճ խափում են։ Առաջաճակենտրոն կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամը համոզված է Փաշինյանի որոշմամբ ստեղծված Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը անկախության հռչակագրից հրաժարվելու է։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության եւ 26 թվականի ընտրություններում կրկին մնաց վարչապետի պաշտոնում, համոզված եղեք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը հոդս է ցնդելու եւ չունենալու որևէ իրավական, բարոյական, քաղաքական եւ արտաքին քաղաքական որևէ ուժ։ Ասատրյանը հիշեցնում է, Փաշինյանը չի թաքցրել, որ անձամբ կողմ է, այր օրենքի նախաբանից պետք է դուրս գա անկախության հռչակագիրը։ Այն որ մեզ հայտարարում են, որ ուրեմն դեռևս չկա քննարկում, ինչպես չկա, եթե նույն Նիկոլ Փաշինյանը շատ ամիսներ առաջ մի քանի անգամ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ խոսել է անկախության հռչակագրի եւ իր դրույթների մասին եւ իրականացնում է այնպիսի քաղաքականություն, որն ամբողջովին դեմ է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրին։ Դեմ է հռչակագրին, ուրեմն Ալիևի սրտով է արձանագրում է առաջ կուսակցության անդամը։ Պնդում Հայաստանում ոչ ոք չի մոռացել, որ Ադրբեջանն է անընդհատ պահանջում փոխել Հայաստանի Սահմանադրությունը ու հեռացնել անկախության հռչակագրին հղումը, որ ստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունը բնավ պայմանավորված չէ Հայաստանի Հանրապետության ազգային շահերով, հայ ժողովրդի պահանջմունքներով եւ այլն եւ այլն։ Հայ ուրեմն Սահմանադրության փոփոխությունը պայմանավորված է միայն ու միայն Իլհամ Ալիևի կապրիզներով։ Արդյոք Ալիևի կապրիզները հաշվի առնում են Սահմանադրական փոփոխությունների խորհրդում։ Ոչ այս ձևակերպման, բայց այս բնույթի հարցին նախարար Գալյանն այսպես էր պատասխանել չորեքշաբթի։ Մեզ չի հետաքրքրում երրորդ երկրների պահանջ, ցանկություն, հուզմունք կլինի, ընդհանրապես չի հետաքրքրում։ Ինչքան էլ Սրփուի Գալյանը, Նիկոլ Փաշինյանը լոլոներ կարդան, որ սա բխում է հայ ժողովրդի շահերից, սա բխում է ապահով Հայաստան, խաղաղ Հայաստան կոնցեպտից, սա մեծ մոլորություն է։ Սահմանադրության օրվա Այն, որ Փաշինյանի խմբագրած նոր Սահմանադրությունում հղում չի լինելու անկախության հռչակագրին, նաև Փաշինյանի Սահմանադրության 30-ամյակի օրն ունեցած ելույթներ ապացուցում։ Նա այդ օրը կոնֆլիկտացին էր անվանել անկախության հռչակագիրը։ Կա անկախության հռչակագիր, կա Հայաստանի Հանրապետություն, երրորդ հանրապետություն։ Եթե չկա անկախության հռչակագիր, չկա նաև Հայաստանի երրորդ հանրապետությունը, որովհետև սրանք մեդալի երկու կողմերն են, որովհետև Հայաստանի երրորդ հանրապետության կնիքը հանդիսանում է մեր անկախության հռչակագիրը։ Նոր Սահմանադրությունը հանրաքվեի կդրվի, երբ Հայաստանում բոլորն արդեն ամբողջությամբ ծանոթ կլինեն դրա տեքստին, վստահեցրել էր Սրփուի Գալյանը։ Հանրաքվեի ժամկետներ հայտնի չեն, դա կարվի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո։ 2026 թվականի հունիսի 7-ից հետո մենք ունենալու ենք այլ ղեկավար, ով չի խեղի մեր հավատքը, ով չի պղծի մեր արժեքները եւ ով մեր ժողովրդին կհրամցնի այնպիսի մի Սահմանադրություն, որը հարիր կլինի մեր կենցաղի հետ, մեր դաստիարակության հետ եւ մեր պապերից ստացած պատգամի հետ։ Ալբերտ Սերոբյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։